Աղջիկներս տեսակ խանութ էին գնացել, գնումներ էին կատարել եւ այդտեղից գնացել ենք ապտեկա, Գյորգի համար շամպուն էին գնել, թեփի դեմ եւ կրեմ դեմքի համար, չոր մաշկի համար, որովհետեւ արդեն այդ թեփը ամբողջովին փոխանցվել էր համ դեմքներ, այսպես թեփոտում, կարելի ասել, մի տեսակ լաքաներ էր, հա, դեմքի վրա դուրս գալիս եւ ապտեկայի աշխատողին այնքան նայեց այդ կոմպյուտերներով, որտեղ ինչա գրված, որ շամպուն ինչի համար է, արդյոք օգտակար է թե ոչ, եւ արդեն ցույց եմ տվել ինչ շամպուն են գնել, եւս մեկ անգամ այստեղ նկարը կթողնեմ։ Այսօր այդ շամպունով լվացել եմ մազերս, առանց որևէ բալզամի եւ այլն, միայն շամպունով եմ լվացել եւ այսպես ուղակի չորացրել եմ, հələ դուք նայեք, ճիշտ է, ես թեփ չունեմ, դեռ, չգիտեմ ապագայում կլինի թե ոչ, բայց ասեցի մի հատ լվանամ, տեսնեմ ինչ կասի, դե մենք կանայքս սիրում ենք ամեն ինչից օգտվել, փորձել, հիմնականում ես, եթե Գյորգին նոր ինչ-որ շամպուն էլ ա բերում տարօրինակ, ես պետք է անպայման փորձեմ, տեսնեմ լավն է թե ոչ, եւ այսօր այդ շամպունով լվացել եմ մազերս, առանց որևէ բալզամի, նայեք, ոնց որ կերատին արած լինի, նայեք, ու փայլը տեսեք, ուշադրություն դարձեք փայլին։ Գիտեք, սենց մի թեյ գդալ, ընդամենը շամպուն եմ վերցրել, ավելի քիչ նույնիսկ, մի անգամից սիրուն փրփրեց, որ փրփուրը լավ առատ էր ու սիրուն սենց փայլացրեց։ Դե ես թեփ չունեմ, որ ասեմ թեփը կանցնի, չի անցնի, այդ արդեն արդյունքը կտեսնենք Գյորգի մազերի վրա, գլխի եւ դեմքի վրա կզգանք փոփոխությունը եւ եթե բնականաբար օգնեց Գյորգին, միանշանակ ձեզ էլ խորհուրդ կտամ, քանի որ ինձ շատ եք գրում դիմակներ, շամպուններ, բալզամներ, ինչերից եմ օգտվում, արդյոք օգնում է թե ոչ եւ այլն, միանշանակ կկիսվեմ նաև ձեզ հետ, որովհետև գիտեմ, որ դուք էլ դրա կարիքը ունեք։ Այդպես աղջիկներս, հիմա ժամ արդեն 1-ն է, գործերս դրսի վերջացրել եմ, այսօր Գյորգին աշխատանքի էր, բնականաբար դրսի գործերը ես պետք է անեի, առավոտ շուտ վերջացրել, տան գործեր, երեխեքը տանն են, ինչ եմ անում, դիմահարդարվում եմ ու անցնում ենք աշխատանքի աղջիկներս, բաղադրատոմսեր եք ուզում ինձնից, դեռ ես ինքս նոր եմ սովորում, նոր պետք է այդ ամեն ինչի այսպես մեջով անցնեմ, բնականաբար առաջին անգամ ինչ պատրաստում եմ, իմ մոտ շատ լավ է ստացվում, այն որ գլուխ գովալ չլինի, բայց պետք է իդեալական իմ մոտ ամեն ինչ ստացվի, որ ես այս հետ կարողանամ կիսվել։ Բաներ կա, որ նրբությունները այսպես պետք է ամեն ինչ լավ սովորեմ, 1, 2, 3 անգամ փորձից հետո, որ արդեն ես զգամ, որ ես կարող եմ այդ ամեն ինչ իդեալական մատուցել, միանշանակ կնկարահանեմ եւ կտեղադրեմ։ Հիմա եթե այդ մի օրի մոտ ստացվել է, ես ձեր հետ կիսվել եմ, դա չի նշանակում, որ հաջորդ օրն է պետք է ստացվի կամ մյուս օրը։ Միգուցե եւ ստացվի, ես չեմ կարող ասել չի ստացվի, բայց բաղադրատոմսեր կիսվելը այդ խաղուպար չի։ Ես կարող եմ ասել ձեզ քանի գրամեր վերցնեք, խառնեք իրար եւ այլն, բայց կարող է շատերդ գնեք եւ ձեր մոտ չստացվի։ Դրա համար հստակ պետք է ես էլ ինքս մշակեմ իմ գիտելիքները, ինքս ինձ համար բաղադրատոմսեր այսպես հորինեմ, ստեղծեմ, որ այդ ամենը լինի իմը, որ ես կարողանամ սիրով տալ ձեզ։ Ես վերցնում եմ, սովորում եմ, փորձում եմ, 1-2 ստացվում է, 3-րդն էլ 4-րդն է, եթե շատ լավ ստացվի, միանշանակ վստահ եղեք, որ ես կկիսվեմ ձեզ հետ, գաղտնիք ձեզնից ոչինչ չեմ պահում։ Ինչ թխվածքներ, որ իմ ալիքներում կա, դովտորթերը, նուտելան եւ այլն, ինչը որ իմ մոտ շատ ընտիր է ստացվում, ես միանշանակ կիսվում եմ ձեզ հետ իմ բաղադրատոմսերով։ Բայց եթե ես նոր եմ սովորում, նոր եմ այդ ամեն ինչի մեջով անցնում ու շատ նրբություններ կա, որ դեռ կարելի ասել պետք է սովորեմ, միանշանակ ձեզ չեմ կարող 1-2 օր ես ասենք դեռ մի ամիս է չկա սովորում եմ, ես ինձ դնեմ վաու հրուշակագործի տեղ ու ասեմ գրեք
Սարքեք, անպայման կստացվի, չէ, նման բան չկա, ժողովուրդ ջան։ Պետք է ես վերցնեմ, սովորեմ, մշակեմ, այդ ամեն ինչը իմ ձեռքը սովորի, ես հստակ իմանամ, որ այսքան չափաբաժինը ձեզ կտա այն արդյունքը, ինչով որ դուք եք ուզում, ոչ թե գնումներ անեք, բերեք, խառնեք, իրար չստացվի, ասեն Աննան մեղավոր էր, Աննան լավ չի սովորել եւ այլն եւ այլն։ Այդ դրանք պատասխանատու գործեր, աղջիկներս։ Բեզեները իմ մոտ առաջի անգամ հոյակապ ստացվեց։ Մի փոքր էր ճաքել, այդ ջերմաստիճանի տատանումից էր։ Դե հիմնականում ջեռոցներ կա, մարդկանց մոտ տարբեր է։ Դրա համար սպասեք, ես ինքս սիրով կկիսվեմ ձեզ հետ։ Դուք լավ գիտեք, ես ինչ պատրաստում եմ, ինչի մոտ շատ լավ է ստացվում, ինչը որ կարելի ասել իմ բաղադրատոմսն է, ես եմ ստեղծագործում, ես եմ հորինում, ես միանշանակ ձեր հետ կիսվում եմ։ Կկիսվեմ ամեն ինչով, ուղղակի հիմա ցույց եմ տալիս արդյունքները։ Շորս փոխեմ, նոր դիմահարդարեմ։ Ուղղակի ցույց եմ տալիս արդյունքները։ Առաջի երկրորդ դասի արդյունքում ինչ է ստացվում, բայց ես ինչ չեմ կարող դնել հրուշակագործի տեղ ու սենց ասեմ արեք ու սա լավ կստացվի։ Շերտավոր խմորեղենները իմ մոտ հոյակապ ստացվում է, բացի շերտավոր խմորից, այդ գաթաները, որ պատրաստում են։ Այդ է պետք է սովորեմ, այնպես որ ինչը որ լավ ստացվի 1, 2, 3 անգամից ու ես զգամ, որ ես պատրաստ եմ ձեր հետ կիսվել, միանշանակ կկիսվեմ առանց նայելու, թե դուք ուզում եք, թե ոչ։ Կկիսվեմ, դուք եթե ձեզ անհրաժեշտ կլինի, կվերցնեք, կօգտագործեք։ Ինձ հիմնականում մեկնաբանություններ են գրում, Աննա ջան, մենք քո բաղադրատոմսերով օգտվում ենք, շատ լավ է ստացվում։ Ճիշտ ամեն օր մեկնաբանություն չեն գրում, բայց իմացիր, որ մենք սպասում ենք քո բաղադրատոմսերին։ Ես էլ ուզում եմ այնպիսի բաղադրատոմսեր ներկայացնել, որ իսկապես իդեալական ձեր մոտ ստացվի։ Չանեք, բիսկվիթը չբարձրանա, ներսը փոս ընկնի, կամ կողքերը եփի, ներսը չեփի, կամ հակառակը ներսը եփի, կողքերը չեփի եւ այլն։ Շատ չծավալվեմ։ Ես դեռ պատրաստես հրուշակագործ չեմ, դիպլոմավորված սերտիֆիկատ չունեմ։ Ու իմ գործ աշխատանքը YouTube-ում շատ պատասխանատու գործ է։ Ես չեմ կարող ուղղակի 1-2 օր սովորում եմ, ձեզ հետ կիսվեմ, ասեմ արեք ընտիր կստացվի, անեք ու չստացվի, համ ձեր ապրանքը փչանա, համ էլ ձեր ներվերը ծախսեք կամ ժամանակը կորցնեք։ Ամեն ինչ ժամանակին կներկայացնեմ ձեզ։ Վերևս փոխեմ, դիմահարդարվենք ու անցնենք Սուսան տատիկը մեղրով տոր թաքխելու։ Ինչպես միշտ աղջիկները շատ թեթև դիմահարդարվեցի։ Հիմա արդեն գնում ենք խոհանոց, էֆիր կամ թե չգամ, բայց պետք է լինային քնասնեմ նոր, արդեն կսկսենք նկարահանելը, շերտավոր խմոր պատրաստելը։ Հարցնում էին օծանելիքը, աստղիկի սուղարկած, հեսա մոտիկից ցույց կտամ աղջիկներս, կարող եք սկրին անել։ Եվ սիրուններս, անչափ շնորհակալ եմ ձեր ջերմ մեկնաբանությունների համար, հավանությունների համար, ճիշտ է, հիմա դիտումների քանակը այնքան էլ բարձր չի, բայց հավանությունները համեմատած մնացած տեսահոլովակների շատ բարձր է, որը շատ գովելի է, գնահատում եմ շատ։ Շնորհակալ եմ, որ կաք, շնորհակալ եմ, որ իմ կողքին եք, իմ ընտանիքի, իմ ալիքների, երկու ալիքում էլ լավ բավականին ակտիվ եք։ Ես գիտեմ, որ դուք իմ օնք եք, այն որ այդպես սիրուն մեկնաբանություններ եք գրում, Աննա ջան, կապվել ենք ձեզ հետ, դուք ամբողջ օրը մեր տանն եք, եւ ես էլ ձեզ հետ եմ կապվել, աղջիկներս, կարող եք սկրին անել, ահա, այսպես մոտիկ պահեմ, ես էլ ձեզ հետ եմ կապվել եւ առանց ձեզ օրս չեմ պատկերացնում, ինչքան էլ որ զբաղված լինեմ, ինչքան էլ որ ժամանակ չունենամ, մեկ է ես միշտ գտնում եմ այն ժամանակը, որ ձեր հետ միշտ կիսվեմ, նկարահանեմ եւ միշտ ձեզ հետ լինեմ, որ ինձ մի օր մեկնաբանություն չի գալիս, իմ օրս դատարկվում է, հավատացեք, դուք
այն ամենամեծ մասն եք կազմում իմ ընտանիքի, որովհետև դուք շատ լավն եք, չգիտեմ, Աստծոս տված պարգև եք դուք, ուրախ եմ, որ կաք, շնորհակալ եմ Աստծուն, որ դուք կաք, որ հենց դուք եք իմ հետևորդները, ոչ թե իմ հետևորդները, այլ իմ տան անդամները, որովհետև կարելի ասել, ես 1-2-3 կյանքով եմ ապրում, մեկ YouTube-ում, մեծ ալիքում, մեկ փոքր ալիքում, մեկ իրականում, եւ այսպես փուլ առ փուլ, որտեղ որ ես ապրում եմ, նկարանում եմ, այսպես տարածվում է, ու դուք այսպես ակտիվ եք, սիրուն մեկնաբանություններ եք գրում, ինձ ավելի շատ եք մոտիվացնում, ես էլ այսպես մոտիվացիան այսպես վերցրած, հա, ամբողջ օրը կարելի ասել նկարահանում եմ հատուկ ձեզ համար, այդպես շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, որ կաք, Աստված առատորեն օրհնի նաև ձեզ, ձեր բալիկներին, միշտ առողջ եղեք, երջանիկ, սիրեք եւ սիրված եղեք, գնահատեք եւ գնահատված եղեք, ինչքան որ դուք եք ինձ սիրում, այդքան եռապատիկը ես եմ ձեզ սիրում, ձեզ լիքը պաչիկներ, բերեմ երեխուն քնացնեմ ու անցնենք խոհանոց արդեն թխվածքը թխելուն։ Աղջիկներս պատրաստվում է Սուսան տատիկը պատրաստել մեղրով խմորեղեն շերտավոր։ 4 porții։ 4? Հա։ 4 800 գրամ պեսոկ։ Ամեն մի պորցուն 200 գրամ է գալի, հա։ 8 գդալ։ 4, հա, 8 գդալ մեղր, ճաշի գդալ։ Հա։ Համեկին 4 սծու։ Ու 100 գրամ կարագ պորցուն։ Միստեղ 16 ծու, հա։ Չէ, Անա։ Բա ամեն պորցուն 12 հատ, 3 ծու։ 3 ծու։ 3 ծու։ 12 ծույա։ Բաղի վրա եփվի։ Այնքան միշտ լուծվի։ Լուծվի, նոր հետո կարագը կլրացնեմ։ Թող էսի թող տակն ահել նոր ջուրի երումա։ Հա, միջև եռա։ Հա։ Ես Էլինային կքնացնեմ։ Հա։ Աղջիկներս մի հատ տեսեք ինչ եմ սարքում, ժարիք եմ անում, նայ ոնց է կարմրի արդեն, նայ, հեռու գնա, ես կեզ կկանչեմ կտամ, հիմա ես ադենա կասեմ ինչի համար եմ եք տեսել է, որ խոզի սարկա, ասմա եղոտ ենք չեմ ուտելի, հիմա խապեմ գնա հյուրասենյակ, որ ես իր ամառան զիմեցնեմ դրա ուտի, կասի, եղովա Հավեցի մի կարմեր եմ, տերվա կարտոշկեն։ Եկեք համ տեսելու։ Սերվացի վզլեն կտեմ։ Մանր է, էսի շատ մանր է։ Հա, դուք շատ մանր է ճիշտ է։ Եմի կվերա բան։ Եմի կտանեմ կցանում, մանրերն է։ Ես Սենց համ տեսենք։ Աղջիկները Սուսան տատիկը արդեն շերտերը թխել է, պատրաստման եղանակը մյուս ալիքում կա, բայց չգիտեմ այս տեսահոլովակը որ ալիք կգա։ 3 հատ է, հա, 3 շերտ է։ Փշուրով եւ մեղրով, գլազուրով է անում։ Կրեմը եփված է, կարագով եւ խտացած կաթով արդեն հարել ենք, պատրաստ է։
Այս կրեմը էփովի կրեմ, այս տորթեն էփովի կրեմն է սազում։ Փապուգապետին։ Որ հա փափուկ եղնի։ Մի քանի ժամ կմնա կհանգստանա, արդեն կարող ենք վայելել։ Առավոտ կվայելենք էլ թեյի, կոֆեի հետ։ Թեյ, ինչ թեյ։ Մենք թեյ 1000-ից մեկին թե իրիկունները Գյորգինա մեկ թեյ ուզում պապայի հետ։ Հա, բավանեջ, բավանսիմ։ Առավոտ վայրա թեյ 2 Պարտադիր։ Կարակ, всё։ Այսինքն ծուն կարակն էլ թուրքա ծնի հետ էլ։ Ուժուր։ Ստակ պիտինեմ էսի։ Մեծ ու փուջուր, հա։ Ուժուր չնանա։ Դու պահեմ սենց, ահա։ Կավոր։ Մի քիչ ես կոմբեր։ Այդ այնս լավ է։ Շատ ընտիր շերտեր է եղել։ Նայք։ Կրեմից որ կրեմ է, ինքը խախտվում է, էլի շարժվում է։ Այդ մեկը փշուր է։ Հա, այսի փշուրով, երկուսը փշուրով կենեմ, երկուսն էլ գլազուրով, ինավի փշուրներով հանեմ մչից։ Իհարկե փշուրներ հետո կլսնեմ։ Եկեք վայելելու։ Համեցեք։ Ահա աղջիկներս, էս է գլազուրով տարբերակը։ Այս իրավիճակում է գտնվում։ Հիմա մի քանի րոպե հետո սենց ենք անում, սենց վայլյա։